ԿԸՀ-ից պետք է սպասել օբյեկտիվ որոշում։ Տեսեք, երկու հանգամանք նշեմ, գործի բովանդակային հանգամանքները հասանելի չեն այս պահին, բայց հակակոռուպցիոն կոմիտեն ելնելով իր նորարարական գործելավոճից հանրայնացրել էր, բարև ձեզ, հանրայնացրել էր բովանդակությունը եւ ըստ էության մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, որովհետեւ կրկին ձայնագրությունը հանրայնացվել է։ Ավելին, այն հանրայնացվել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Այսքան ժամանակահատված բոլոր տվյալները եղել են հանրային, եղել են հասանելի եւ այդ պայմաններում մենք պետք է այսօր խոսենք կենտրոնական ընտրական հանձնաժողովում քրեական հետապնդում հարուցելու համաձայնության եւ ազատությունից զրկելու համաձայնության մասին։ Չէ՞ որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, թաքնվել կամ կատարել նոր հանցանք։ Դուք ուզում եք ասել հունիսի 5-ից հանրային հասանելիություն ունեցող մի քրեական վարույթի վերաբերյալ ինչ ոչ պատշաճ վարքագծի ռիսկ կարող է լինել։ Երբ դուք բոլորը տեսել եք, ինչպես է Դավիթ Ղազենյան բավականին հրապարակային գործունեություն իրականացնում, նույն օրինակ տարբեր ԶԼՄ ներկայացուցիչներ քրեական վարույթի վերաբերյալ հարցեր են տվել Դավիթին Ղազենյան, վերջինս միշտ հասանելի է եղել։ Մի ճշգրտում խոսքը կներեք մի հանգամանք էլ նշեմ, ձայնագրությունն էլ վստահ եմ դուք բոլորդ լսել եք։ Խոսքը գնում է երրորդ անձի մասին, լրիվ երրորդ անձի մասին, մեկ այլ անձի մասին զրույց ունենալու կոնտեքստ։ Մեր գործընկերներից նաև պարոն Եղիազարյանի վերաբերյալ եւս կա միջնորդություն, այն կքննվի պարոն Ղազենյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությանը հաջորդող ժամանակահատվածում։ Ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ էլ ասել, վստահ եմ ձեզանից շատ-շատերը բազմաթիվ քրեական վարույթներով լուսաբանում իրականացրած լինելով, որոշակիորեն նաև այդ գիտելիքները եւս իրենց մեջ ունեն այլևս։ Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության 0 մակարդակում գտնվող իրավիճակի մասին։ Պարոն Վարդևանյան, այդ ձայնագրության մեջ նշվում է, որ լսվում ավելի ճիշտ, Ղազենյան Դավոն 1.400.000 դրամ տվել է Արմանին։ Սրա վերաբերյալ մոնտաժված է, հիմնավոր է։ Ես կարող եմ հետևյալը ասել, հիմա նույն հաջողությամբ, եթե մեկ երրորդ անձ եկեք մեր ընկերոջ անվան փոխարեն ուրիշ անուն դնենք, էլի գալու էին քրեական վարույթ հարուցեին։ Հիմա օրինակ, եթե մի քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամի վերաբերյալ դա լիներ։ Հիմա օրինակ, եթե մենք բաց հեռախոսակապով տենց խոսակցություն ունենանք եւ այն ձայնագրարվի, դրանից հետո քրեական վարույթ նախաձեռնել, ողջամտություն պետք, գաղափար չունենք։ Փաստը նա է, որ Ղազենյան Դավիթի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է իր մասին։ Ինչ իրավական հիմնավորվածության մասին ենք խոսում։ Այստեղ ես թե ձայնագրության, թե մոնտաժման այլ հանգամանքներին առանձին անդրադարձ կկատարեմ, բայց անձին վերագրել մի բան անձի հետ կապ չունեցող իրավիճակում խոսակցության պայմաններում, սա աբսուրդ է ուղղակի։ Պարոն Վարդևանյան, մեկ ճշգրտում էլի։ Վստահ եմ դատախազությունից պետք է ներկա լինի հսկող դատախազը, կքննարկենք, տեսնենք, ամեն դեպքում ես դեռ չեմ հիշում դեպք, որ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը ինքը քննչականը հանրայնացնի, դրանից հետո անցնի շուրջ 2 շաբաթ ու դրանից հետո մենք խոսենք իբրև քրեական վարույթի, խափանման միջոցի եւ այլ նման ինտենսիվության մասին, անկեղծորեն եմ ասում, իհարկե մենք խոսում ենք քաղաքացիական պայմանագրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին, բայց նույնիսկ այդ պայմաններում էլ նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի։ Երկուսը, եթե իրականում խոսենք ժողովրդավարության մասին, քանի որ Սահմանադրական դատարանը հստակ արձանագրում է, որ այս միջնորդությունները ենթակա են մերժման, եթե իրենք ուղղված են անձի քաղաքական գործունեության միջամտելու։ Հիմա որևէ մեկը կարող է անաչառ դիրքերից ասել, որ այս ամենը քաղաքական գործունեության հետ առնչություն չունի։ Այսինքն ես դրա մասն եմ ուզում հետաքրքրվել, եթե հունիսի 5-ից հայտնի է եղել այս ամեն ինչը, անձը ոչ փախել է, ոչ խուսանավել է, փաստացի իրենք դիտարկել են քաղաքական իրավիճակը, մտածել են քաղաքական ինչ-որ հետևանքներ են լինելու, հետընտրական պրոցեսներ, դրա համար են ուզում մեկուսացնել։ Ամբողջ նպատակը նրանում է եղել, որ ուզել են առաջինը հենց հերթական վախի մթնոլորտի
տարածման տեսանկյունից ցույց տալ, որ նաև Ղազենյան Դավիթի նկատմամբ են քրեական վարույթին ուղղված գործողություն իրականացնում եւ այլն, այսինքն այստեղ ոչ թե իրավաբանությունն է եղել, այլ այստեղ եղել է պարզապես հերթական վախի մթնոլորտի տարածումը։ Ցավով եմ այս ամենը ասում, բայց սա է իրավիճակը։ Ինչևէ, դրանք բոլորը հաղթահարվող խնդիրներ են, մոտենում է մեր ընկերը, հիմա կբարձրանանք արդեն։ Թող կարծում եմ մի քանի հանգամանք էլ հենց ինքը Ղազենյան Դավիթն էլ նշի,